Ողջույն, այս հաղորդմանը կանդրադառնանք երկու թեմայի։ Առաջինը վերաբերվում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Երկրորդը վերաբերվում է Գյումրիի ավագանու ընտրություններին շատ էքսցենտրիկ կերպարների մասնակցությամբ։ Կխոսենք նաև այն մասին, թե ինչ կարող են այդ ընտրությունները նշանակել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Իշխանամետ որոշ կազմակերպություններ մի քանի ամիս առաջ ստորագրահավաք էին սկսել Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու հարցը խորհրդարան բերելու համար։ Գործընթացը ենթադրում էր, որ եթե բավականաչափ ստորագրություններ հավաքվեն, խորհրդարանը պետք է քննարկի այդ հարցը եւ այն դնի քվեարկության։ Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանը քվեարկություն անցկացրեց եւ պաշտոնապես հաստատեց, որ ապագայում Հայաստանը մտադիր է անդամակցել Եվրոմիությանը։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ է սա նշանակում իրականում։ ԵՄ-ն ինքը կանգնած է քաղաքական ճգնաժամի առաջ, պայքարելով այնպիսի խնդիրների դեմ, ինչպիսիք են ներգաղթը, տնտեսական աճի դանդաղումը եւ այլ մարտահրավերներ։ Քանի դեռ այդ խնդիրները չեն լուծվել, ԵՄ-ն իր դռները չի բացելու նոր անդամների, այդ թվում Հայաստանի կամ որևէ այլ երկրի առաջ։ Ակնհայտ է, որ կա նաեւ Եվրասիական տնտեսական միության խնդիրը։ Սա ԵՄ-ի ռուսական արևելյան աղքատ տարբերակն է, որի անդամն ենք մենք։ 10 տարի առաջ մեզ ինչ-որ առումով ստիպեցին դառնալ այս միության անդամ։ Իսկ իրականում դու պետք է ընտրես կամ Եվրասիական միության մաս ես կազմում, կամ ԵՄ-ի։ Դու չես կարող երկուսի մաս կազմել։ Այստեղ իրականում կարևորը քաղաքական ռազմավարությունն է, քանի որ միանգամայն պարզ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իրեն դրսևորում է որպես եվրոպամետ կուսակցություն, խոստանալով առաջնորդել Հայաստանը դեպի ԵՄ վերջնական անդամակցություն։ Նրանք գիտակցում են, որ դիրքորոշումը մեծ ժողովրդավարություն է վայելում, եւ այն ակտիվ օգտագործում են տարբեր առիթներով։ Իրականում մարդիկ, որոնք առաջ են մղում այս գաղափարները, շատ առումներով լրիվ անազնիվ են։ Միջին վիճակագրական մարդը, որը շատ չի հետևում քաղաքականությանը, եկել է այն եզրակացության, թե դա նշանակում է, որ մենք գնում ենք դեպի ԵՄ անդամակցություն, մինչդեռ իրականում դա այդպես չէ։ Մարդիկ, որոնք առաջ են տանում այս գաղափարը, պետք է շատ ազնիվ լինեն, որ տեղի ունեցածը ըստ էության խորհրդանշական քաղաքական քայլ է։ Այնպես չէ, որ դա կարևոր չէ, բայց սա ինչ-որ իրավական բանաձև չէ, որի միջոցով մենք կմիանանք Եվրոմիությանը։ Մենք դրանով պարզապես ցույց ենք տալիս ուղղությունը, որով ցանկանում ենք շարժվել։ Այս նախաձեռնություններում ես գնահատում եմ այն, որ դա խորհրդանշական կերպով ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ուղղված է դեպի արևմուտք։ Դա է այն ուղղությունը, որով ցանկանում է շարժվել երկրի մեծ մասը։ Դա այն է, ինչին հույս ունենք ձգտել ինչ-որ պահի ապագայում։ Թեև Հայաստանը փաստացի դեռ հեռու է ԵՄ-ին անդամակցությունից, դրան ձգտելը Հայաստանին մղում է կարևոր բարեփոխումներ իրականացնել։ ԵՄ անդամ դառնալը պահանջում է առանցքային բարելավումներ, որոնք արժեքավոր են, եւ որոնք էին այդ քայլերը։ Ունենալ օրենքի գերակայություն, բարձրացնել տնտեսական եւ արտադրական չափանիշները, երկրում հաստատել իսկական ժողովրդավարություն եւ ապահովել անկախ դատական համակարգ։ Բացի դրանից, ԵՄ ինտեգրումն առավելություններ է տալիս անվտանգության ոլորտում։ Նույնիսկ ԵՄ-ին լիիրավ անդամակցությունից առաջ ավելի լայն եվրոպական հանրության մաս դառնալն ապահովում է քաղաքական աջակցություն, որը առնչվում է նաեւ անվտանգությանն ու պաշտպանությանը։ Այս ամենն ինքնին լավ է, նույնիսկ եթե կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ին միանալն իրատեսական չէ։ Հիմա անդրադառնանք Գյումրիում վերջերս տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքներին։ Քվեարկության նախնական արդյունքներով վարչապետի կուսակցության քաղաքացիական պայմանագրի թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է 14 մանդատ։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ ստացել է 8 մանդատ։ Վերջինս նախկին քաղաքապետն է եւ իրականում կոմունիստ չէ։ Եթե նրան Հայաստանի ավելի լայն քաղաքական դաշտում դիտարկելու լինենք, ապա նա ասոցացվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մեր քաղաքը, որը ղեկավարում է Մարտուն Գրիգորյանը, ստացել է 6 մանդատ։ Նրա հայրն իրականում Վարդան Ղուկասյանի քաղաքական խմբավորման, եթե կուզեք այդպես անվանել, հին հակառակորդն է, հակառակորդ կլանից է։ Իմ հզոր հայրենիքը Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ ունի 3 մանդատ, իսկ Կարեն Սիմոնյանի Մայր Հայաստան դաշինքը 2 մանդատ, եւ նա նույնպես ասոցացվում է ՀՅԴ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են խորհրդարանական համակարգում։ Ընտրողներն ուղղակիորեն չեն ընտրում քաղաքապետին, փոխարենը քվեարկում են կուսակցության օգտին։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը կոալիցիա կազմելու ամենամեծ հնարավորությունն ունի, իսկ նրա առաջնորդը դառնում է քաղաքապետ։ Եթե առաջադրվում է միայն մեկ թեկնածու, ապա նա կարող է հաղթել ընդամենը 14 մանդատ ստանալով։
Այնուամենայնիվ, եթե առաջադրվում են մի քանի թեկնածուներ, հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ է 17 մանդատ։ Եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չի հաղթում, ապա առաջին երկու թեկնածուներն անցնում են երկրորդ փուլ։ Եթե այս փուլում քաղաքապետ չի ընտրվում կամ ավականու նիստի համար քվորում չի ապահովում, ապա ինքնաբերաբար նոր ընտրություններ են նշանակվում։ 4 ընդդիմադիր կուսակցությունները ստացել են մանդատների մեծամասնությունը, ընդամենը 19 մանդատ 33-ից։ Սա նշանակում է, որ նրանք ունեն բավարար ձայներ առաջատար կուսակցությանը շրջանցելու եւ կոալիցիա կազմելու համար։ Այս պահին կուլիսային բազմաթիվ խոսակցություններ կան։ Վերջին հաշվով այս իրավիճակում ամենաառանցքայինը լինելու է Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» կուսակցությանը։ Գրիգորյանն ու նրա կուսակցությունը կունենան հաջորդ քաղաքապետին որոշելու իրավասությունը, կախված նրանից, թե որ կողմերին են սատարում։ Ցավոք, գրեթե ամեն ինչ պայմանավորված է կլանային քաղաքականությամբ, որոշ դեպքերում հանցավոր կլանային տիպի քաղաքականությամբ, այլ ոչ թե իրական քաղաքական խնդիրներով կամ սկզբունքներով։ Այլ կերպ ասած, այստեղ իրավիճակը նման է 20-րդ դարի կեսերի Սիցիլիային եւ Չիկագոյին, որտեղ քաղաքական միջավայրում գերիշխում էր հանցագործությունը, քաղաքական մանիպուլյացիաները ու անհեթեթ պահվածքը։ Ցույց տալու համար, թե ինչ նկատի ունեմ, խնդրում եմ դիտեք հետեւյալ կարճ տեսանյութը։ Բայց աշխարհի մեջտեղ է կանգնած, ոնց կարող է մեղք չգործեմ։ Հետո այս աղջիկները կթողնեն որ մարդը մեղք չգործի, գեղեցիկ հակած, ոտքերը բաց, ես չգիտեմ ինչ ասես անում են, էլի որ մարդիկ տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում։ Եվ դրա համար ասում է վայ ձեզ կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառն եք հանդիսանում։ Հասկացա՞ք, այդ դու դա սովորի։ Սա Վարդան Ղուկասյանն էր, իր հետընտրական ասուլիսի ժամանակ, որը շատ երկար էր։ Նա փաստացի շարունակեց մեզ լուսավորել իր այլ առաջադեմ դիրքորոշումներով։ Օրինակ, իր խոստումը, որ մահապատժի կենթարկի այն քահանային, որը Գյումրիում նույնասեռականների կպսակի։ Ըստ երևույթին դա քաղաքային մեծ խնդիր է։ Ինձ ոչ ոք չէր ասել, որ Գյումրին Կովկասի Ամստերդամն է։ Ամփոփելով, ինչ կարող ենք ասել այս ամենի մասին։ Միայն կարող ենք ասել, որ սա ազգային խայտառակություն է։ Դասը, որը պետք է սերտել, այն է, որ եթե լավ մարդիկ չեն առաջադրում իրենց թեկնածությունը, ապա դա ամենահեշտ ուղին է դառնում, որպեսզի այս պաշտոններում ընտրվեն ապուշները։ Ես մտավախություն ունեմ, որ Գյումրիի այս տարվա ավականու ընտրությունները կարող են հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների իրական նախերգանքը լինել։ Երրորդ ուժը, որին բոլորը սպասում էինք 2020 թվականից ի վեր, որը դեռ պետք է հայտնվի։ Հաջորդ տարի կարող է հայտնվել ոչ թե որպես նոր ուժ, որը տարբերվում է հին ռեժիմից կամ ներկայիս իշխանությունից, այլ ավելի շատ որպես ծաղրածուական շոու, քան իրական քաղաքական ուժ։ Այս իրավիճակից միակ ելքն այն է, որ երիտասարդ մասնագետները, հատկապես բիզնես կամ ՏՏ ոլորտից, փաստացի իրենց զոհաբերեն եւ առաջնորդվեն պետական պաշտոնների։ Եթե որակյալ թեկնածուներ չառաջադրվեն պետական պաշտոնների, ապա մենք կստանանք հենց այն իշխանությունը, որին արժանի ենք։ Շնորհակալություն այս շաբաթ հաղորդումը դիտելու համար։